Գիտեք արդյոք, որ սննդանյութերի պակասը տարեցների մոտ ոտքերի ջղաձգումների ամենատարածված պատճառներից մեկն է։ Բացի այդ, մարդկանց մեծ մասը նույնիսկ չի կասկածում դեֆիցիտի առկայության մասին, դա հաստատ է։ Ավելին, եթե դուք 60 տարեկանից բարձր եք, կարող եք զգալ ոտքերի հանկարծակի ցավոտ ջղաձգումներ, հատկապես գիշերային ժամերին, ինչը նշանակում է, որ ձեր մկանները լուռ օգնություն են խնդրում։ Եթե այս տեսանյութը օգտակար կամ հետաքրքիր էր ձեզ համար, մի հապաղեք սեղմել բաժանորդագրվելու կոճակը ինձ աջակցելու համար։ Յուրաքանչյուր բաժանորդագրություն մեծ մոտիվացիա է ավելի որակյալ բովանդակություն ստեղծելու համար։ Եվ մի մոռացեք սեղմել զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը։ Անչափ շնորհակալ եմ։ Դա պարզապես անհարմարություն չէ։ Ոտքերի հաճախակի ջղաձգումները մկանների վիճակի վատթարացման, վատ արյան շրջանառության և սննդանյութերի հավասարակշռության խախտման առաջին նշանն են, որոնք միլիոնավոր տարեցների համար կարող են հանգեցնել շարժունակության նվազման, ընկելու և նույնիսկ անկախության կորստի։ Բացի այդ, ել ավելի ցնցող է այն, որ այս ջղաձգումները հաճախ կապված են մի քանի կենսական նշանակություն ունեցող նյութերի պակասի հետ, և բժիշկների մեծ մասը կանոնավոր կերպով չի ստուգում այդ նյութերի մակարդակը։ Տարեցների ավելի քան 70%-ը չի ստանում այն վիտամինը, որն անհրաժեշտ է գիշերային ջղաձգումները կանխելու համար։ Բացի այդ, հավանական է, որ ձեր հավելումների մեջ այն չկա։ Լավ նորությունն այն է, որ դա կարելի է շտկել։ Այսօր մենք կխոսենք 3 մթերքների մասին, որոնք գիտականորեն ապացուցված են, որ նպաստում են ոտքերի ջղաձգումների կանխարգելմանը և մկանների ամրապնդմանը, ինչպես նաև շարժունակության և շարժումների վստահության վերականգնմանը։ Եթե դուք կամ ձեր հարազատներից որևէ մեկը զգում է մկանային ցավեր, թուլություն կամ ջղաձգումներ, հատկապես գիշերային ժամերին, սա կարող է լինել այս տարվա ամենակարևոր տեսանյութը։ Կարևոր է կարդալ մինչև վերջ, քանի որ մեր ցուցակի 3-րդ մթերքը պարունակում է մի հանքանյութ, որը տարեցների մեծ մասի մոտ խիստ պակաս է, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեր շարժունակության վրա։ Նախքան սկսելը, մի մոռացեք միացնել բաժանորդագրությունը և բաժանորդագրվել ծանոթումներին։ Այս ալիքը ցույց է տալիս լուծումների մասին, որոնց մասին ուրիշները չեն խոսում։ Բացի այդ, խնդրում եմ մեկնաբանություններում հայտնել, թե որտեղից եք մեզ դիտում, քանի որ մեզ հետաքրքիր է, թե որքան լայն է տարածվում մեր տեսանյութը։ Մենք կարող ենք սկսել։ Առաջինը՝ ձվեր, մկանների փրկություններ, որոնց մասին շատ տարեցներ մոռանում են։ Դրանք կարող են լինել ձեր նախաճաշին, սառնարանում կամ գուցե ձեր սիրելի աղցանի մեջ, բայց ձվերը կարող են լինել լավագույն սուպերֆուդը տարեցների համար, երբ խոսքը գնում է մկանների պահպանման և ոտքերի ցավոտ ջղաձգումների կանխարգելման մասին։ Ձվերը տարբերվում են թանկարժեք պոշիներից կամ նորաձև հավելումներից, նրանով, որ դրանք բարձրորակ սնուցման բնական աղբյուր են, որի կարիքը ձեր մկաններն ու նյարդերը շատ ունեն, հատկապես ծերության ժամանակ։ Ահա թե ինչու։ Երբ դուք դառնում եք 60-70 տարեկան, ձեր մարմինը սկսում է բնական ճանապարհով կորցնել մկանային մասսան, որը կոչվում է սարկոպենիա։ Սպիտակուցի սպառումը և վիտամինների դեֆիցիտը դրա հիմնական պատճառներն են։ Այդ ժամանակ ձվերը գալիս են օգնության։ Ձվի մեջ պարունակում է 6 գրամ լիարժեք սպիտակուց, ինչը նշանակում է, որ ձուն պարունակում է բոլոր 9 անհրաժեշտ ամինաթթուներ, որոնք ձեր մկանները պետք է ստանան աճելու և զարգանալու համար։ Սա չափազանց կարևոր է գիշերային ջղաձգումների և հոգնածության դեմ պայքարելու համար, որոնք խանգարում են ձեզ քնել։ Բայց առավելությունները սրանով չեն սահմանափակվում։ Վիտամին D-ի քիչ բնական աղբյուրներից է ձվի դեղնուցը։ Այս վիտամինը նաև նպաստում է կալցիումի յունացմանը և աջակցում է մկանների ուժեղ կծուկներին։ Ցավոք, հետազոտություններ ցույց են տալիս, որ տարեցների մինչև 70%-ը տառապում է վիտամին D-ի դեֆիցիտով։ Սա հատկապես վերաբերում է այն մարդկանց, ովքեր չեն ստանում արևի լույսի պատշաճ քանակություն։ Եվ դա միայն ջղաձգումները չեն։ Ձվերը, մկաններն ու ոսկորները պահպանելու հիանալի միջոց են, քանի որ վիտամին D-ի պակասը կապված է երկարատև ցավեր, ընկելու և նույնիսկ կոտրվածքներ։ Եկեք դիտարկենք վիտամին B12-ը։ Եվս մեկ թաքնված դեֆիցիտ, որն ազդում է միլիոնավոր տարեց մարդկանց վրա։ Տարիքի հետ մեր ստամոքսն արտադրում է ավելի քիչ թթու, ինչը հանգեցնում է նրան, որ մենք սննդից B12-ը ավելի քիչ արդյունավետ ենք յուրացնում։ Ծակծկոցներ և հաճախակի մկանային ջղաձգումներ, սրանք նյարդերի վնասման հետևանքներն են։ Ձվերը վիտամին B12-ի լավագույն աղբյուրն են, որն օգնում է վերականգնել նյարդերի ամբողջականությունը և բարելավել կապերը մկանների և ուղեղի միջև։
Ձվերը դառնում են ել ավելի կարևոր, եթե դուք բուսակեր եք կամ խուսափում եք կարմիր մսից։ Դրանք անվտանգ են և ցածր կալորիականությամբ, ինչը թույլ է տալիս պահպանել ձեզ անհրաժեշտ սննդանյութերը, չծանրաբեռնելով ձեր օրգանիզմը ճարպերով։ Քանի ձու է պետք ուտել։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ տարեցների մեծ մասը, նույնիսկ նրանք, ովքեր անհանգստություն ունեն խոլեստերինի վերաբերյալ, կարող են շաբաթական ուտել 6-ից 7 ձու առանց վնասի։ Իրականում, ձվերը, այլ ոչ թե վերամշակված միսը, շատ մարդկանց մոտ կարող են նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ընդհանուր ռիսկը։ Բացի այդ, ահա մի փոքրիկ խորհուրդ. վիտամին D-ի և կալցիումի սպառումը մեծացնելու համար փորձեք ուտել ձվերը կանաչ տերևավոր բանջարեղենի կամ հարստացված կաթնամթերքի հետ, կամ համադրեք դրանք ամբողջահատ մթերքների հետ, եթե ունեք դիաբետ։ Ձուն լավ ընթրիք է կամ թեթև երեկոյան խորթիկ, եթե դուք ունեք ոտքերի գիշերային ջղաձգումներ։ Սննդանյութերը կարող են օգնել վերականգնել մկանները գիշերը և նվազեցնել ցավոտ սպազմերը, նախքան դրանց ի հայտ եղալը։ Միայն մեկ մանրուք. խորհրդակցեք բժշկի հետ նախքան սպիտակուցի քանակը ավելացնելը, եթե ունեք երիկնարի խնդիրներ կամ պետք է սահմանափակեք դրա օգտագործումը։ Բացի այդ, ձվի սպիտակուցները հիանալի միջոց են ստանալու բոլոր օգտակար նյութերը առանց դեղնուցի, եթե խոլեստերինի հետ կապված խնդիրներ ունեք։ Ձվերը մկանների, նյարդային համակարգի և ուժի բնական պահպանման ամենաէժան, արդյունավետ և հասանելի մթերքներից են տարեցների մեծ մասի համար։ Ուստի երբ վաղը առավոտյան ձուն կկոտրեք թավայի մեջ, հիշեք, որ դուք պարզապես նախաճաշ չեք պատրաստում, դուք դա անում եք ավելի ուժեղ ապագա կառուցելու համար։ Թիվ 2. Բանաններ, արդյունավետ միջոց թաքնված ջղաձգման դեմ։ Գրեթե յուրաքանչյուր տանն կան, դրանք հեշտ է մաքրվում և բնականեց քաղցր են։ Սակայն մարդկանց մեծ մասը չգիտե, որ բանանը տարեցների մոտ ոտքերի ջղաձգման դադարեցնելու ամենաարդյունավետ բնական միջոցներից է։ Իրականում հիմք կա այն խորհրդի համար, որ պետք է բանան ուտել, երբ ոտքերը սկսում են ջղաձգվել։ Այդ ամենը կապված է մեկ հանքի հետ՝ կալիումի։ Կալիումն անհրաժեշտ է մկանների ճիշտ կծկումների, նյարդային համակարգի նորմալ աշխատանքի և հեղուկի հավասարակշռության պահպանման համար։ Սակայն խնդիր կա, այն հաճախ չի բավարարում տարեցներին։ Այնպիսի դեղամիջոցների պատճառով, ինչպիսիք են դիուրետիկները, վատ ախորժեքը և մրգերի ցածր սպառումը, կալիումի մակարդակը կարող է նկատելիորեն նվազել, ինչը կարող է հանգեցնել ջղաձգումների և մկանային սպազմերի, որոնք կարող են լինել ցավոտ։ Մկանների ոչ կամային կծկումների հիմնական պատճառը կալիումի ցածր մակարդակ է կամ հիպոկալեմիան։ Այդ ջղաձգումները հատկապես հաճախ են պատահում, երբ արթնանում եք կեսգիշերին։ Միջին հաշվով մեկ բանանը պարունակում է 420 միլիգրամ կալիում, ինչը արդեն կարող է զգալի ազդեցություն ունենալ։ Չնայած նրան, որ բանանը հարուստ է կալիումով, այն նաև հարուստ է մագնեզիումով, որն օգնում է թուլացնել մկանները կծկումներից հետո, և վիտամին B6-ով, որն անհրաժեշտ է նյարդային ազդանշանների ճիշտ փոխանցման և բորբոքումների վերահսկման համար։ Մկանային հոգնածությունը և ջղաձգումների հավանականությունը մեծանում են այս նյութերի պակասի դեպքում։ Սա հատկապես ճիշտ է ֆիզիկական ակտիվության ժամանակ կամ դրանից հետո։ Ինչն է բանանը դարձնում բացառիկ օգտակար։ Արդյունքում դրանք պարունակում են բնական շաքարներ, որոնք օգնում են վերականգնել հեղուկի հավասարակշռությունը, ինչպես նաև ածխաջրեր, որոնք խոնավեցնում են օրգանիզմը։ Սա կենսականորեն կարևոր է տարեցների համար, ովքեր բավարար քանակությամբ ջուր չեն խմում։ Ջղաձգումներ գիշերվա ընթացքում բանանը լավագույն բնական տարբերակն է։ Այս մթերքների օգտագործումը քնելուց 1-2 ժամ առաջ կարող է օգնել թուլացնել մկանները, կայունացնել էլեկտրոլիտների մակարդակը և նվազեցնել ցավոտ սպազմերը քնի ժամանակ։ Որոշ հետազոտությունների համաձայն, բանանը կարող է բարելավել քնի որակը, նվազեցնել լարվածությունը մկաններում և վերականգնել սննդանյութերի հավասարակշռությունը։ Սակայն սա դեռ ամբողջը չէ։ Վիտամին B6-ի պարունակության շնորհիվ բանանը նաև նպաստում է արյան կարմիր բջիջների արտադրությանը և թթվածնի մատակարարմանը մկաններին, ինչը հատկապես կարևոր է շրջանառության խանգարումներ ունեցող տարեցների համար։ Եթե անհանգստանում եք շաքարի համար, բանաններն ինքնին քաղցր են, սակայն եթե դրանք ուտեք բջջանյութով հարուստ մթերքների հետ, ինչպիսիք են յոգուրտը, վարսափաթիլները կամ ընկույզները, դրանք օգնում են խուսափել արյան մեջ շաքարի տատանումներից և պահպանում են լավ մարսողությունն ու էներգիան։
Տարեցների մեծ մասի համար օրական 1 բանանը բավական է կալիումի և մագնեզիումի առողջ մակարդակը պահպանելու համար առանց օրգանիզմը ծանրաբեռնելու։ Կարող եք ուտել 2 բանան 1 օրվա ընթացքում, եթե հաճախակի ջղաձգումներ ունեք։ Դիաբետ ունեցող մարդկանց համար կարևոր է հիշել չափավոր ուտելու և մթերքները ճիշտ համադրելու մասին։ Եթե ունեք երիկամների խնդիրներ և հետևում եք կալիումի ցածր պարունակության դիետայի, անպայման խորհրդակցեք բժշկի հետ նախքան սպառման քանակը ավելացնելը։ Մնացած մարդկանց համար բանանը ոտքերի ջղաձգումները նվազեցնելու, մկանների վերականգնումը բարելավելու և մարմնի բնական շարժունությունը պահպանելու ամենաանվտանգ, պարզ և արդյունավետ միջոցներից է։ Այսպիսով միշտ ապեք հաբեր խմել հաջորդ անգամ, երբ ձեր ոտքը հանկարծ սկսի ջղաձգվել։ Նայեք բանանին, ձեր մկանները շնորհակալություն կհայտնեն։ Թիվ 3. Սերմեր և ընկույզներ, մկանների անգնահատելի պաշտպաններ, որոնք թաքնված են ձեր պահարանում։ Դրանք աննկատ են և փոքր, բացի այդ շատ մարդիկ դրանք պարզապես խորթակներ են համարում։ Սակայն տարեցների համար ամենաարդյունավետ սովորություններից մեկն է սննդակարգում ընկույզ և սերմեր ներառելը ջղաձգումները նվազեցնելու, մկանները հանգստացնելու և տարիքի հետ մկանային զանգվածի կորուստը դանդաղեցնելու համար։ Էլեկտրոլիտները մեր մարմնից հեռանում են շատ ավելի արագ, հատկապես կալիումի և մագնեզիումի, երկու հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի գործունեության և մկանների կծկումն ու թուլացման համար։ Շատ տարեցներ տառապում են այս նյութերի պակասից, անգամ չգիտակցելով դա, որը հանգեցնում է մկանային սպազմերի, գիշերվա ջղաձգումների և մկանային լարվածության։ Լավ է, որ սերմերն ու ընկույզները հանդիսանում են այս հանքանյութերի ամենահարուստ բնական աղբյուրներից։ Բացի այդ, դրանք պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք օգնում են մկանների վերականգնմանը և պաշտպանում են ծերացող հյուսվածքները, սպիտակուցներ, որոնք օգնում են մկանային մանրաթելերի վերականգնմանը, և օգտակար ճարպեր, որոնք նվազեցնում են բորբոքումը և բարելավում արյան շրջանառությունը։ Սակայն տարբեր սերմերի և ընկույզների օգտակար հատկությունները տարբեր են։ Եկեք պայմանավորվենք։ Top 5 սերմեր և ընկույզներ մկանների և նյարդերի համար։ Առաջինը՝ դդմի սերմեր, մագնեզիումի աղբյուր մկանների թուլացման համար։ Դդմի սերմերը բնության մեջ մագնեզիումի ամենահարուստ աղբյուրներից մեկն են։ Մի հանքանյութ, որն անհրաժեշտ է մկանները թուլացած վիճակում պահելու և ջղաձգումները կանխելու համար։ 1 ունցիա դդմի սերմերի մեջ պարունակվում է մոտ 78 միլիգրամ մագնեզիում, ինչը կազմում է տարեցների համար մագնեզիումի առաջարկվող օրական նորմայի մոտ 40%-ը։ Քանի որ տարիքի հետ մագնեզիումի յուրացումը նվազում է, իսկ կորուստներն ավելանում են այնպիսի դեղամիջոցների պատճառով, ինչպիսիք են դիուրետիկները կամ թթվային ռեֆլյուքսի դեմ դեղերը, տարեցները հատկապես մագնեզիումի կարիք ունեն։ Երբ մկանները բավարար քանակությամբ մագնեզիում չեն ստանում, դրանք դառնում են չափազանց լարված, ինչը հանգեցնում է սպազմերի, լարվածության և ոտքերի ցավոտ գիշերային ջղաձգումների։ Բացի մագնեզիումից, դդմի սերմերը պարունակում են ցինկ, երկաթ և օգտակար ճարպեր։ Այս բաղադրիչները բարելավում են արյան շրջանառությունը և նյարդային համակարգի աշխատանքը։ Բացի այդ, դրանք հարուստ են բուսական սպիտակուցով և հակաօքսիդանտներով, ինչը դրանք դարձնում է լիարժեք և սննդարար նախաճաշեր, որոնք աջակցում են մկանների ընդհանուր վիճակին և դրանց վերականգնմանը։ Դդմի սերմերը կարելի է ուտել որպես խրթխրթան խորթիկ կամ ավելացնել աղցանների կամ վարսակի մեջ։ Առավելագույն արդյունք ստանալու համար օգտագործեք հում կամ չոր բոված անալի սերմեր։ Մի օգտագործեք խիստ աղի կամ բուրավետիչներով սերմեր, քանի որ դրանք կարող են հանգեցնել ջրազրկման։ 1 բուռ դդմի սերմը կարող է թուլացնել մկանները, նվազեցնել բորբոքումը և կանխել ջղաձգումները։ Թիվ 2. Նուշ, մկանների լավ հավասարակշռված ուժեղացուցիչ։ Նուշը ամենաօգտակար և սննդարար ընկույզներից մեկն է, և մագնեզիումով, կալիումով և բուսական սպիտակուցով հարուստ լինելը աջակցում է մկաններին և նյարդային համակարգին։ 1 ունցիա նուշը պարունակում է 78 միլիգրամ մագնեզիում և 200 միլիգրամ կալիում։ Այս երկու էլեկտրոլիտներն անհրաժեշտ են մկանների ճիշտ կծկման և թուլացման համար։ Այս հավասարակշռությունը հատկապես կարևոր է տարեցների համար։
Նյարդային համակարգը կարող է վատ աշխատել, ինչը հանգեցնում է ջղաձգումների, սպազմերի և նույնիսկ հոգնածության, երբ մագնեզիումի և կալիումի մակարդակները ընկնում են, լինե դա դեղամիջոցների, ջրազրկման կամ վատ սննդի պատճառով։ Նուշը նաև պարունակում է հակաօքսիդանտ վիտամին E, որը պաշտպանում է մկանային հյուսվածքը բորբոքումներից և օքսիդական սթրեսից, այլև օգնում է վերականգնել այդ մակարդակները։ Նուշը պարունակում է նաև օգտակար ճարպեր, հատկապես մոնոչահագեց ճարպեր, որոնք օգնում են պահպանել սրտի առողջությունը և արյան շրջանառությունը։ Բարելավված արյան հոսքը ապահովում է, որ ձեր մկանները ստանան անհրաժեշտ թթվածին և նթարանյութեր, աշխատանքը արդյունավետ կատարելու և վերականգնվելու համար։ Նուշը հատկապես արժևավոր է, քանի որ այն հեշտ է օգտագործել։ Այն կարելի է ուտել որպես խորթիկ, ավելացնել սմութիների մեջ կամ ցանել վարսակի կամ յոգուրտի վրա։ Համադրեք նուշը ամբողջահատ ձավարեղեներով կամ մրգերով հավասարակշռված խորթիկ ստանալու համար, որը վերահսկողության տակ է պահում արյան մեջ շաքարի մակարդակը և ապահովում է էներգիայով։ Առավելագույն օգուտ ստանալու և նատրիումի քանակը նվազագույնի հասցնելու համար ընտրեք հում կամ թեթև բոված ընկույզներ։ Նուշը իդեալական է տարեցների համար, որոնք ցանկանում են նվազեցնել ջղաձգումները և պահպանել շարժունակությունը։ Թիվ 3. Պիստակներ։ Լավագույնս հարմարացված են ջղաձգումները նվազեցնելու համար։ Պիստակը կալիումի սպառումը ավելացնելու լավագույն բնական միջոց է։ Պիստակները պարունակում են մոտ 200-ից 390 միլիգրամ կալիում 1 ունցիայում, ինչը դրանք դարձնում է լավագույն ընկույզներից մեկը էլեկտրոլիտների հավասարակշռությունը, խոնավացումը և մկանների կոորդինացիան պահպանելու համար։ Կալիումը անհրաժեշտ է մկանների կծկման և նյարդային ազդեղների փոխանցման համար։ Մկանները դառնում են չափազանց զգայուն և հակված ցավոտ սպազմերի, երբ կալիումի մակարդակը չափազանց ցածր է։ Այս տարածված խնդիր է տարեցների շրջանում, հատկապես նրանց մոտ, որոնք ունեն ցածր ախորժեք կամ ընդունում են դիուրետիկներ։ Բացի այդ, պիստակները հարուստ են սպիտակուցով, մագնեզիումով և վիտամին B6-ով, ինչն օգնում է մկաններին վերականգնել ուժերը և կանխել հոգնածությունը։ Վիտամին B6-ն անհրաժեշտ է առողջ նյարդային հաղորդակցությունը պահպանելու և խափանումները կանխելու համար, որոնք կարող են հանգեցնել ջղաձգումների։ Պիստակները նաև օգտակար են սրտի համար, շնորհիվ իրենց մոնոչահագեցած ճարպերի և հակաօքսիդանտների։ Բացի այդ, դրանք պարունակում են զեաթսանթին և լյուտեին, սննդանյութեր, որոնք պաշտպանում են տեսողությունը, ինչը էլ ավելի օգտակար է տարեցների համար։ Պիստակները համեղ և պարզ խորթիկ են։ Քանի որ դրանք պարունակում են ավելի քիչ կալորիաներ, քան մյուս ընկույզները, ընտրեք անալի տարբերակները նատրիումի ավելցուկից խուսափելու համար։ Տարեցների համար, ովքեր ցանկանում են պահպանել իրենց օրգանիզմը և միևնույն ժամանակ հետևում են իրենց քաշին, պիստակը խելամիտ ընտրություն է։ Պիստակները օգտակար են մկանները տոնուսի մեջ պահելու համար, անկախ նրանից դրանք ուտում եք զբոսանքից հետո, թե ճաշին։ Թիվ 4. Ընկույզ և կտավատի սերմեր։ Պայքար բորբոքման դեմ։ Էլեկտրոլիտների կորուստը միշտ չէ, որ հանգեցնում է մկանների ջղաձգումների։ Երբեմն դրանք առաջացնում են մկանների կամ շրջակա նյարդերի բորբոքում։ Ընկույզը և կտավատի սերմերը կօգնեն դրանում։ Այս մթերքները հարուստ են օմեգա 3 ճարպաթթվերով, որոնք, ինչպես հայտնի է, նվազեցնում են քրոնիկ բորբոքումը, բարելավում արյան շրջանառությունը և ուժեղացնում նյարդային ֆունկցիան։ Բորբոքումը կարող է ուժեղացնել ջղաձգումները և դանդաղեցնել հոդացավեր, արթրիտ կամ ընդհանուր կարկամություն ունեցող տարեցների վերականգնումը։ Ընկույզը և կտավատի սերմերը պարունակում են օմեգա 3, որը թեթևացնում է այդ բորբոքային պրոցեսները, ինչը թույլ է տալիս մկաններին աշխատել ավելի սահուն և ավելի քիչ ցավով։ Բացի այդ, ընկույզը պարունակում է սպիտակուցով, մագնեզիում և հակաօքսիդանտներ, ինչպիսիք են պոլիֆենոլները, որոնք դիմակայում են օքսիդատիվ սթրեսին, որը հանգեցնում է մկանների դեգեներացիայի։ Միևնույն ժամանակ, կտավատի սերմերը հարուստ են ալֆա-լինոլենաթթվով և բուսական օմեգա 3-ով, որն աջակցում է մկանների և սրտի առողջությանը։ Կտավատի սերմերը հարուստ են բջջանյութով, ինչը նպաստում է մարսողության կարգավորմանը և կարող է օգնել կարգավորել շաքարն ու արյունը, հատկապես դիաբետով տառապող տարեց մարդկանց համար։
Համոզվեք, որ օգտագործում եք կտավատի սերմը աղացված վիճակում, քանի որ ամբողջ սերմը չի մարսվում օրգանիզմի կողմից։ Ընկույզը կարող է ավելացվել վարսակի, աղցանների կամ խորթիկների, իսկ աղացված կտավատի սերմը կարող է ավելացվել սմութիների, յոգուրթի կամ անգամ ապուրի։ Այս երկու մթերքը միասին աշխատում են հզոր հակաբորբոքային ազդեցությամբ, որը թուլացնում է մկանները և աջակցում մարմնի շարժումը։ Թիվ 5. Քեշյու օգնում է վերականգնման և շրջանառության։ Չնայած քեշյուն հաճախ թերագնահատվում է, այն կենսական դեր է խաղում շրջանառության աջակցության, էլեկտրոլիտների համալրման և մկանների վերականգնման գործում։ Քեշյուն պարունակում է 74 միլիգրամ մագնեզիում և օգտակար ճարպեր, ինչն օգնում է կանխել մկանային սպազմերը, հատկապես մարզումներից անց կամ դրանից հետո։ Բացի այդ, դրանք հարուստ են պղնձով, միկրոտարեր, որն անհրաժեշտ է արյան անոթների և շարակցային հյուսվածքների առողջության համար։ Բարելավված արյան շրջանառությունը արագացնում է մկանների վերականգնումը, մեծացնում է թթվածնի մատակարարումը և նվազեցնում ջղաձգումների կամ լարվածության ռիսկը ծանրաբեռնվածության հետո։ Բացի այդ, քեշյուն պարունակում է երկաթ, B խմբի վիտամիններ և հակաօքսիդանտներ, որոնք օգնում են աջակցել նյարդային համակարգին և նվազեցնել հոգնածությունը։ Դրանք իդեալական են սմութիների, սոուսների կամ էներգետիկ սալիկների մեջ ավելացնելու համար, իրենց յուղալի բաղադրությամբ և փոքր-ինչ քաղցր համի շնորհիվ։ Հարթ բաղադրությամբ և փոքր-ինչ բջջանյութի շնորհիվ քեշյուն հաճախ ավելի հեշտ է յուրացվում մարսողության խնդիրներ ունեցող տարեցների կողմից, քան ավելի կոշտ ընկույզները։ Այնուամենայնիվ, չափաբաժնի վերահսկողությունը վճռական նշանակություն ունի։ Քանի որ քեշյուն շատ կալորիաներ է պարունակում, ավելի լավ է ուտել քիչ, օրական մոտավորապես 1 փոքր բուր։ Ընտրեք հում կամ չոր բոված քեշյու առանց հավելումների, որպեսզի խուսափեք աղի կամ յուղի մեջ տապակված տարբերակներից։ Որքան պետք է ուտել։ Ընկույզի մի փոքր բուռը բավական է տարեցների մեծ մասի համար։ Օրական մոտ 2 ճաշի գթալ կամ 1 ունցիա սերմեր։ Պետք չէ չափազանց շատ։ Ահա մի քանի եղանակ օգտագործելու դրանք սննդի հետ մարզվելուց հետո։ Էլեկտրոլիտների պաշարների համալրում, երեկոյան, մկանների թուլացում։ Սննդի հետ ճարպալույծ վիտամինների յուրացման լավագույն միջոցն է։ Ինչ բաներ պետք է հաշվի առնել։ Զգույշ եղեք խիստ աղի կամ բուրավետիչներով տարբերակների հետ։ Նատրիումի ավելցուկը կարող է հանգեցնել ջրազրկման և ջղաձգումների ռիսկի բարձրացման, հատկապես գիշերային ժամերին։ Ահա արդյունքը։ 3 հզոր մթերքներ, որոնք իրականում կարող են օգնել տարեցներին խուսափել ջղաձգումներից և բարելավել նրանց շարժունակությունը։ Ձվերը պարունակում են բարձրորակ սպիտակուց և վիտամին D ու B12, որոնք օգնում են վերականգնել մկանները, պաշտպանել նյարդերը և աջակցել գիշերային վերականգնմանը։ Բանանները հարուստ են մագնեզիումով, վիտամին B6-ով և կալիումով, որոնք օգնում են վերահսկել մկանների կծկումը, պահպանել էլեկտրոլիտների հավասարակշռությունը և նվազեցնել ջղաձգումները, հատկապես գիշերը։ Ընկույզներն ու սերմերը պարունակում են հանքանյութեր, որոնք թուլացնում են մկանները, ինչպես նաև հակաբորբոքային ճարպեր և սպիտակուց, որոնք օգնում են վերականգնել և պաշտպանել ծերացող մկանները։ Դուք ձեր օրգանիզմին կտաք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ավելի լավ շարժման, հարմարավետ քնի և տարիքի հետ ուժը պահպանելու համար, եթե կանոնավոր կերպով ներառեք դրանք ձեր ճաշատեսակների մեջ և պահպանեք հիդրատացիան։ Նախքան ավարտելը, ես կցանկանայի իմանալ, թե որտեղից եք այսօր միացել ինձ։ Թողեք մեկնաբանություն ներքևում և մի հապաղեք տալ ցանկացած հարց, և մի մոռացեք սեղմել բաժանորդագրվելու կոճակը և միացնել ծանուցումները, որպեսզի բաց չթողնեք առողջության վերաբերյալ լավագույն խորհուրդները։ Իսկ եթե դուք դիտում եք սա հենց հիմա, իմաց տվեք, որ ինձ հետ եք։ Գրեք 1 մեկնաբանություններում, եթե այս տեսանյութը ձեզ դուր է գալիս, գրեք 0, եթե ոչ։ Մի մոռացեք թողնել մեկնաբանություն կամ լայք ներքևի բաժնում, եթե այս տեսանյութը օգտակար գտաք։ Մենք ուրախ կլինենք ստանալ ձեր մեկնաբանություններ կամ հարցեր։ Այդելև մի մոռացեք բաժանորդագրվել մեր թարմացումներին և հետևել առողջության մասին արդիական խորհուրդներին։ Շնորհակալություն դիտման համար։ Եղեք տեղեկացված։ Առողջություն ձեզ։ Հաջելի դիտում հաջորդ տեսանյութում։